Բարև ձեզ փոքրիկներ, եւ ոչ միայն փոքրիկներ։ Ով գիտի, ուր է տատի Չալհավիկը։ Կտով լիքն է իմ գոքնոցը, շեն պահեմ իմ հավանոցը, տատի անուշ, հավուճավիկ, կերեք, ածեք, համով ձվիկ, կոտ, 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 մոտ եկեք մոտ։ Այս երգով էր տատն ամեն օր իր նախշուն հավերին ճաշի կանչում։ Հավիկները շորորալով մոտ էին վազում ու կտուցով արագ-արագ խփում էին կերամանին, կտ-կտ, կտ-կտ, ու քիչ հետո կերամանը դատարկ էր։ Ախր տատի տված կուտը շատ համով էր։ Տատը մի Չալհավիկ ուներ։ Այդ Չալհավը ճաշի ժամին կամ գնում մի երկու խոտ մոտ էր կտցում, կամ սուտքուն էր դնում, որ կուտ չուտի։ Խեղճ տատը չգիտեր ինչ աներ, էլ տեղներ առանձին անում, էլ իր բռով էր կուտ տալիս։ Տատը մատաղ, ախր ձեռից կգնաս է, գոնե մի քանի հատիկ կեր, ասում էր տատը, բայց Չալհավը տատին չէր լսում։ Չեմ ուտի, ես այդ կուտը չեմ ուտի, կերամանը սիրուն չի, կուտն էլ սիրուն չի։ Կարծում ես դու սիրուն ես, ոսկորդ ու փետուրներդ են մնացել, համոզում էր տատը։ Մեկ է չեմ ուտի, ես այդ կուտը չեմ ուտի, կոտկոտում էր Չալհավիկը։ Մի օր էլ առավոտյան տատը հավաբնի դուռը բացում է ու ինչ տեսնի։ Չալհավիկը չկա։ Աման, աղվեսը տարած չլինի, ծնկներին է տալիս տատը։ Սոված ծարավ ուր գնացուր, աշխարհը լիգել ու ուրուր, չորը տանի են աղվեսին, կարոտեր են խեղճի մասին։ Սոված ծարավ ուր գնացուր, աշխարհը լիգել ու ուրուր։ Լաց էր լինում տատը, բայց աղվեսը հո անխելք չէր, որ հավանոց մտներ ու ամենանիհար հավին տաներ։ Իսկ որտեղ էր հավիկը։ Մտքներովդ էլ չի անցնի, թե տատի Չալհավիկն ուր էր գնացել։ Նա գնացել էր կեր փնտրելու, սիրուն կեր, համով, հոտով ու շատ սիրուն։ Գնում է հավիկը, հասնում է շան բնին, տեսնում է շունն իր ձագերի հետ ճաշում է։ Հյուր կընդունեք, հարցնում է։ Համեցիր, մեզ հետ ճաշիր, ասում է մայր շունը, մեր կերն այսօր շատ համով է։ Հավիկը մոտենում է, նայում է շների կերին, նայում է կերամանին։ Ինչքան մտածում, էլի չեմ պարզում, այսքան տգեղ կերը, ինչպես են մարսում։ Այսպես երգում է հավիկը մտքում, իսկ բարձրաձայն ասում է. Չէ, ներեցեք, նոր եմ կերել, պարզապես տատից բարև եմ բերել։ Ասում է ու մի երկու խոտ մոտ կտցելով գնում է։ Գնում, հասնում է խոզերի բնին։ Հյուր կընդունեք, հարցնում է։ Բարով եկար, Չալհավիկ, ասում են խոզերը, համեցիր, ընկերացիր, մեր ճաշի պես ճաշ կերած չես լինի։ Հավիկը շորորալով մոտենում է, նայում է կերին, նայում է կերամանին, քիչ է մնում ուշաթափվի։ Այս ինչ կեր է, ինչ ամոթ, լավ էր մնայ տատի մոտ։ Այսպես է երգում հավիկը մտքում, իսկ բարձրաձայն ասում է. Չէ, ձեր ճաշն իրոք շատ անուշ է, բայց ես գնամ, արդեն ուշ է։ Ասում է ու մի երկու խոտ մոտ կտցելով գնում է։ Գնում է հավիկը, հասնում է մարգագետին։ Խեղճը քաղցից հազիվ էր քայլում։ Տատն էլ չկար, որ խնդրելով, աղաչելով մի բան ուտեցներ, ու հավիկը սկսում է լաց լինել։ Տզ, մեկ էլ մի ձայն է լսում։ Շուրջն է նայում։ Ճանճեր, դուք էլ եք լաց լինում, հարցնում է հավիկը։ Մենք լաց լինելու ժամանակ չունենք, մենք ճանճեր չենք, մենք մեղուներ ենք, մենք չենք սիրում, երբ մեզ ճանճ են անվանում։
Ներեք ինձ, ասում է Հավիկը, իսկ ժամանակ ունեք, որ ինձ ասեք, դուք այդ սիրուն ծաղիկներին պաչիկ եք անում, թե նրանցից հոտ եք քաշում։ Մենք ծաղիկների նեկտարն ենք խմում, մեր ընթրիքի ժամն է, ասում են մեղուները։ Իսկապես, ուրախանում է Հավիկը, այսքան սիրուն կեր, սիրուն ու հոտավետ, տատի մտքով ոնց չի անցել։ Ասում է Հավիկն ու սկսում ուտել կարմիր, դեղին, կապույտ ծաղիկները։ Ինչ է, դու էլ ես մեղր պատրաստելու, զարմացած հարցնում են մեղուները։ Ախր նրանք ծաղիկ ուտող հավ չէին տեսել։ Վայ, չէ, ես տատի համար ձու եմ ածելու, արագ ուտելով ասում է Հավիկը։ Մեղուներն իրենց ընթրիքն անում են ու թռչում գնում, իսկ Հավիկը ուտում է, բայց էլի սոված է մնում։ Չի կշտանում իմ փորիկը, հավի համար չէ ծաղիկը, անուշ կուտիկ, տատի գոգնոց, ուր մնացիր իմ հավանոց։ Չի կշտանում իմ փորիկը, հավի համար չէ ծաղիկը, անուշ կուտիկ, տատի գոգնոց, ուր մնացիր իմ հավանոց։ Այսպես լաց լինելով գնում է Հավիկը, գնում, մեկ էլ մի ծանոթ ու անուշ ձայն է լսում։ Ախ, քորանամ են չալհավը, չգիտեր իր վատն ու լավը, կերը պիտի սիրուն լիներ, էդ տեսակ էլ հավ կլիներ։ Ախ, քորանամ են չալհավը, չգիտեր իր վատն ու լավը։ Հավիկը լսում է տատի ձայնը ու թևերը թափահարելով կանչում է. Տատ, դուռը բաց արա շուտ, սոված մեռա, մի քիչ կուտ։ Տատը, որ տեսնում է իր չալ հավին, խտտում է նրան ու աշխարհով մեկ է լինում։ Հավին բռով կուտ է տալիս, հետո բռով ջուր է տալիս, հետո տանում, հավանոցում հավին փափուկ տեղ է տալիս։ Հավիկը իր տեղն է մտնում, անուշ քուն է մտնում։ Առավոտյան աքլորի կանչելու հետ չալ Հավիկը 3 ձու է ածում։ Բայց ինչ ձվեր, կարմիր, դեղին, կապույտ, ճիշտ իր կերած ծաղիկների գույնի, մեկ էլ… Կոտ, մոտ եկեք մոտ։ Լսվում է տատի ծանոթ ու անուշ երգը, ու տատը գոգնոցը լիքը կուտ մտնում է հավանոց։ Մտնում է ու ինչ տեսնի, իր չալ հավը կարմիր, դեղին, կապույտ ձվեր է ածել։ Հավերն ու տատը զարմացած մեկ գունավոր ձվերին են նայում, մեկ չալ հավին, նայում են ու ծիծաղում։ Չալ հավն էլ ծիծաղում է բոլորի հետ ու բոլորից շատ, ծիծաղում է ու այսպես երգում. Ես իմացա, թե ինչ բան է ծաղիկներից հոտ քաշելը, դա շատ լավ է, բայց ուրիշ է տատի բռի մեջ ճաշելը, ու իմացեք, ասում եմ ձեզ վկա տատի լիգոքնոցը, 1000 խոտ ու ծաղիկ արժեն մեր կուտն ու մեր հավանոցը, ու իմացեք, ասում եմ ձեզ վկա տատի լիգոքնոցը, 1000 խոտ ու ծաղիկ արժեն մեր կուտն ու մեր հավանոցը։ Վերջ, հեքիաթն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։